Հայաստանում արևային էներգիայի արտադրության ծավալները շարունակում են բարձր աճ գրանցել։ Հունվար մարտին արևից ստացվել է 302.5 միլիոն կիլովատժամ էլեկտրաէներգիա, ինչը 97.3%-ով ավելի է 2024-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Ընդհանուր էլեկտրաէներգիայի արտադրությունում արևայինի կշիռը հասել է 11.5%-ի։ Պետական աջակցությունը այստեղ կարևոր նշանակություն ունի։ Օրենսդրական կարգավորումներն էին հենց, որ բավականին նպաստավոր պայմաններ են ստեղծում եւ հետաքրքրություն են առաջացնում։ Դրա հետ մեկտեղ նաեւ կառավարության կողմից որոշակի սուբսիդավորման ծրագրեր են իրականացվում այս ինքնավար էներգիա արտադրության մասով եւ սա նույնպես շահագրգռող գործոն է, որպեսզի այս ոլորտը ասենց մեծ տեմպերով զարգանա։ Ոլորտում գործունեություն ծավալող ընկերության փոխտնօրենը նշում է, իրենք 97%-ից ավելի բարձր արդյունք են կարողացել գրանցել։ Էմիլ Ստեփանյանը աճի նպաստող մի քանի գործոն է առանձնացնում։ Դրանցից է արևային էներգիան արդեն իսկ օգտագործած անձանց կարծիքը, ինչի շնորհիվ ցանկացողները շատանում են։ Միանշանակ երկրորդ պատճառը դա պետական սուբսիդավորումն է, 0% կանխավճար, 0% տոկոսադրույք, որը եւս շատ ոչ միայն օգտակար է դարձնում արևային էներգիան, նաեւ զգալի ավելի շահութաբեր։ Եվ բնականաբար մեր հանրությունը հասկացել է, որ խելամիտ է իրոք օգտվել արևի տված էներգիայից, վերջերս շատ են հաճախակի դարձել արդեն ջեռուցման կազմակերպում արևային էներգիայի միջոցով, որը շեշտակիորեն բարելավել է ոլորտի գրավչությունը։ Մինչև 2030 թվականը նախատեսված է արևային էներգիայի հզորությունը հասցնել 1000 մեգավատի, որից 350-ը ինքնավար էներգաարտադրության համար է թիրախավորվել։ Այդ ցուցանիշը ապրիլի 1-ի դրությամբ արդեն գերազանցվել է, կազմելով 466 մեգավատ, նշում է Աշոտ Ուլիխանյանը։ Հանձնաժողովի վարչության պետը շեշտում է, վերականգնվող էներգետիկան կարևոր նշանակություն ունի երկրի էներգետիկ անկախության տեսանկյունից։ Մյուս կողմից էլ այս զարգացման հետ մեկտեղ պետք է հաշվի առնենք նաև մեր եղած ենթակառուցվածքների հզորությունը եւ սրա զարգացումը կարծում եմ պետք է ուղեկցվի նաեւ ենթակառուցվածքների համաչափ զարգացման հետ, քանի որ այսօր ունենք մի իրավիճակ, երբ որ արևային էներգետիկան ինքը ավելի առաջանցիկ տեմպերով է զարգացել, քան ենթակառուցվածքների մասով իրականացված ներդրումներն են եղել։ Խնդրի լուծումներից մեկը ավելի հզոր միջպետական էլեկտրահաղորդման գծերն են եւ այս ուղղությամբ Հայաստանն աշխատում է հարևան Իրանի հետ։ Ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանում 35650 ինքնավար էլեկտրակայան կա։ Հայաստանը այսօր համարվում է արևային էներգիայի ստացման, այսպես ասած, կայաններով տարածաշրջանի առաջատար եւ նույնիսկ աշխարհի մակարդակով հայկական ընկերությունները եւ հայկական մասնագետները բավականին լավ որակավորում ունեն եւ բավականին բարդ եւ լավ տեղադրված արևային կայաններ։ Որպես ապացույց մատնանշենք Վրաստանի շուկան, որտեղ արդեն կան մի քանի հայկական արևային ընկերություններ, իսկ հակառակը ոչ մեկը դեռ չկա, վրացականը Հայաստանում, եւ Վրաստանը դա միակ օրինակը չէ։ Հայաստանը նախատեսում է մինչև 2030 թվականը էլեկտրաէներգիայի արտադրության մեջ արևայինի կշիռը հասցնել 15%-ի։ Ներկայիս տեմպերով մասնագետների գնահատմամբ ավելի վաղ հնարավոր կլինի դրան հասնել։ Նիկոլայ Ավետիսյան, Արման Թովմասյան, լուրեր։